կգա ժամանակ, որ արդեն եկել է, երբ մեռելները կլսեն Աստծո որդու ձայնը եւ հարություն կառնեն։ Ի շարունակության մեջ ասում է. կգա ժամանակ, որ բոլոր գերեզմաները կբացվեն, բոլոր մարդիկ դուրս կգան, նրանք ովքեր բարիք են գործել, կապրեն հավիտենական կյանքով, իսկ նրանք ովքեր որ մեղք են գործել, չարիք են գործել, հարություն կառնեն դատապարտության համար։ Այս փոքրիկ հատվածի մեջ Հիսուս խոսում է եւ հոգեվոր հարության մասին, եւ մարմնավոր հարության մասին։ Շատ կարեւոր է սիրելիներ, որպեսզի մարդը կարողանա լսել Տիրոջ ձայնը, հոգեվոր հարություն անել, ապաշխարության կյանք ունենալ, հրաժարվել մեղքից, մեղքի քնածությունից, մեռելությունից արթնանալ, որպեսզի հոգեվոր արթնության միջոցով մենք հարության ժամանակ կարողանանք մարմնավոր հարություն առնել եւ ինչպես Տերն է ասում, եթե բարիք ենք գործել, հավիտենական կյանք ունենալ։ Առանց հոգեվոր հարության, ուրեմն չկա մարմնավոր հարություն եւ չկա հավիտենական կյանք։ Թող Տերը բացի մեր ականջները, բացի մեր աչքերը, մեր ձեռքերը վարժեցնի բարիք գործելուն, նրան լսելու, որպեսզի մեղքի մեռելությունից արթնանանք, մեռած ենք կենդանանանք, որպեսզի հավիտենական կյանքի մեջ Տիրոջ ներկայությունը վայելենք մեր հարության շնորհիվ։